Արագացրա Վարդան, արի։ Գալիս եմ էլի։ Գոռացիր վրես Վարդան։ Նամ աշխատողներով կխնդրենք տանակ տակ օխի բուգս։ Օ դե լավ դե մի քիչ ջղայնացա հիմա։ Որ հիմա սենց հունից դուրս ես գալիս, սենց համարյա բռնություններ ես, դու հասկանում ես, ես էսի պետք է ես երևի հորս ասեմ։ Զուտ մտածում էի սենց ընտանեկան կգանք մեր թորանը նվեր ակառնենք արժի էս ամրոցը առնել, ինչ ա եղել, մեջը կմտնի խաղան երեխեքով, ապահով կզգան ոչ մեկ չի գոռա իրանց վրա։ Օ դե լավ դե։ Թե ինչ, դե լավ դե, եսի շատ լավն է, մատերիալ է, ինքը իսպանական բրենդ է, ես երեխեն ատամներով էլ ինչ էլ անի, ինքը թույն բան չի արտադրում, շատ լավն է։ Լավ դե կներես հիմա մի ամիտ գոռացի էլի ինչ անենք։ Վարդանը տենց է սկսում, ընտանեկան բռնությունը գոռալուց է սկսում։ Արժի մեքենա էլ առնենք, գիտես չէ՞, ոնց որ իսկականն է, էլ նստի Վարդան։ Եթե երեխեքի համար է։ Մինչև 150 կիլո պամալը դու նստի բան եմ ասում։ Հա, լավն է, ոնց որ իսկական լինի։ Ինչ ես անում։ Արի վրես, գոռալով, դու մեկը բռնությունը քո մեջ է, դավայ։ Այ դե լավ էլի։ Բրովսանցի։ Ալես որոշեցինք հիմա այս ամրոցը կառնենք սենց տղյակը, թող երեխեքով իրանց համար խաղան։ Մեքենան նոր տարվան մենք կառնենք իրան։ Մեկ էլ լսի, որոշի ում հետ ես ուզում ապրես, իմ թե բռնարարի։ Վայ դե լավ էլի։ Վայ դե լավ, եթե կես ժավա մեզ չզանգեն, բալես Արշակունյաց 39 կոտորակ 9 բայկինգ խանունդում եմ։ Կգաք կօգնեք ինձ։